Ուզում եմ նախ սկսել նրանից, որ հանուն արդարության պետք է ասենք, որ երբեք Հայաստանում լրագրողների համար ջերմոցային պայմաններ չեն եղել եւ երբեք ոչ մի իշխանություն լրագրողներին չի սիրել։ Ավելին կախված այդ իշխանությունների բարոյականության աշճանից մեզ միշտ ճնշել ու հալածել են, պարզապես ձևերն են փոխվել այդ ճնշումների եւ հալածանքների։ Նաև ուզում եմ շեշտեմ, որ մենք այդ հրի ու ջրի միջով, այդ բազմաթիվ խոչընդոտների դժվարությունների միջով անցնելուց հետո ի վերջո նվաճել ենք որոշակի բնագծեր ազատության եւ փաստ է, որ մենք չենք պատրաստվում հրաժարվել այդ բնագծերից եւ մեր լրագրողների այդ կատավի դիմադրություն ասեմ, պայքար ասեմ, իրենց իրավունքների համար նաև դրա մասին է վկայում։ Բայց եկանք հասանք 2018 թվական եւ ես ուզում եմ մի փոքրիկ այսպես աբզոր անեմ, վերլուծություն անեմ, թե ինչ է տեղի ունեցել 18 թվականից հետո մեր կյանքում։ Մենք բոլորս կարծում եմ շատերը լրագրողներից, քանի որ բավականին մտերիմ հարաբերություններ ենք ունեցել նախկին ընդդիմադիր, նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ, մեծ հույսեր ունեինք, որ 18-ից հետո մեր աշխատանքային պայմաններն ավելի բարվոք են լինելու, քան մինչև 18-ը։ Հույս ունեինք, որ ազատ խոսքի նկատմամբ հարգանք կլինի, մեր գործունեության համար նպաստավոր պայմաններ կհաստատվեն, որ այլևս չենք բախվի նախկին ճնշումներին ու դժվարություններին, որտեղ ի վերջո իշխանության է եկել մի մարդ, որը շատ լավ գիտի մամուլի խորքը, աշխատանքի սկզբունքները, գիտի թե ինչ դժվարությունների միջով են անցնում խմբագիրներն ու լրագրողները եւ ի վերջո նաեւ ազատ խոսքի հանդեպ այդ մարդը պիտի որ հարգանք ունենա, որտեւ հենց ինքը ազատ խոսքի նաեւ շնորհիվ է եկել իշխանության, օգտվելով այդ ազատ խոսքի հնարավորությունից, այդ ազատ արտահայտվելու հնարավորությունից։ Անխնա քննադատել է բոլոր նախկին իշխանություններին, հազարավոր ելույթներ է ունեցել, հոդվածներ է գրել, ի վերջո 10 տարուց ավելի խմբագիր է եղել, ամենաընդդիմադիր, ամենաբաց ազատ աշխատող լրատվամիջոցի եւ ենթադրում էինք, որ ինքը հասկանում է, որ լրատվամիջոցները բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում նույն ֆունկցիան են կատարում ի վերջո, վերահսկողություն են հաստատում իշխանության նկատմամբ եւ ամեն ինչ անում են, որպեսզի այդ բոզով պոչով կենթանին այդ կոռուպցիան շատ չծաղկի երկրում, հանրային վերահսկողություն իրականացնեն իշխանությունների նկատմամբ։ Բայց պարզվեց, որ մենք չարաչար սխալվել ենք։ Պարզվեց, որ այդ Շվարցի անմահ գործը վիշապին սպանողը, որ արագ զբաղեցնում է վիշապի տեղը, այդ բոլոր ժամանակներում է արդիական եւ այս դեպքում մենք գործ ունեցանք այդպիսի մի տրանսֆորմացիայի ասեմ, դեգրադացիայի ասեմ, դեֆորմացիայի ասեմ դրա հետ։ Իրենց իշխանության գալուց երևի բառացիորեն օրեր անց սկսեցին հալածել, թունավորել, վարկաբեկել, զրպարտել լրագրողների, լրատվամիջոցների աշխատանք սահմանափակել, թիրախավորել լրագրողներին, վարկաբեկել։ Ես իհարկե կարող եմ հարյուրավոր, նույնիսկ երևի հազարավոր օրինակներ բերել, թե ինչպես է արտահայտվել այդ սահմանափակումները եւ այս տարիներին ինչքան բարդ է եղել լրագրողների համար աշխատանքը։ Ու պարզապես մի քանի օրինակ բերեմ, այսպես։ Հենց 18 թվականի հունիս ամիսներին արդեն սկսվեց կոնկրետ հրապարակի դեմ սկսվեց մի ֆեյսբուքյան արշավ, որը ղեկավարում էր իրենց այսօր պատգամավոր աշխատող մի կին, Լիլի Մինասյան կարծեմ անունով, որը վերջերս էլ նույնիսկ ազգային ժողովի բարձր ամբիոնից առաջարկում էր օրենք ընդունել, որ լրատվամիջոցները եթե որևէ բան հրապարակում են պաշտոնական պարզաբանումից հետո լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն Սուրեն Պապիկյանին, Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ այո, համաձայն եմ, եկեք այդ օրենքի վրա աշխատենք եւ ես չեմ զարմանա, որովհետեւ եթե իրենք ունեն բացարձակ մեծամասնություն եւ ցանկացած օրենք կարող են անցկացնել, ինչու չեն կարող նման օրենք անցկացնել։ Այդ ուրեմն առաջի ֆեյսբուքյան արշավը, առաջի պայքարը
հայտարարը հրապարակի դեմ հենց 18 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Դրանից հետո բազմաթիվ ճնշումներ, բազմաթիվ սահմանափակումներ, խայտառակ իրավիճակներ, սկսած լրագրողներին քաշ քշելուց, նրանց անձնական կյանք մտնելուց, նրանց լրատվամիջոցների տարածքները խլելուց, ֆինանսական աղբյուրները սահմանափակելուց, ամեն ինչ տեսել ենք այս 8 տարիների ընթացքում։ Առաջիններից մեկը ես 19-20 թվականներին հիշում եմ խաղային բիզնեսի գովազդի օրենքի փոփոխություններ, որով խաղային բիզնեսի գովազդը արգելվեց լրատվամիջոցներում եւ դա լուրջ ֆինանսական հարված հասցրեց մեր բոլոր լրատվամիջոցներին, որտեղ մեր գովազդի գոնե մի 40-50%-ը ապահովում էր այդ բեթինգը։ Մենք այն ժամանակ զգուշացնում էինք, ասում էինք, որ միևնույնն է, դա չի սահմանափակելու խաղային բիզնեսի շրջանառությունը եւ խաղացող մարդիկ շարունակելու են խաղալ, որտեղ ի վերջո Facebook կա, արտերկրում գրանցված լրատվամիջոցներ կան, դու չես կարող ամբողջ գովազդը սահմանափակել եւ այդպես էլ եղավ, հա։ Հիմա արդեն ունենք 18 թվականի համեմատությամբ բազմապատկված, տասնապատկված խաղային բիզնեսի շրջանառության փաստը։ Հետո գնաց լրատվամիջոցների տարածքները խլելու մի հատ process, հա, Բուզանդի 1/3 շենքը, որը գտնվում էր Երևանի քաղաքապետարանի տնօրինության տակ եւ մամուլի շենքը, որը գտնվում էր Պետգույքի կառավարման վարչության տակ, այդ երկու շենքերից լրատվամիջոցներին գրեթե ամբողջությամբ դուրս մղեցին, վերջինը կարծեմ առավոտի պատմությունն էր, այսինքն այդ շենքերը, որոնք նույնիսկ սովետական որտեղ մամուլ գոյություն չուներ, հա, ազատ մամուլ գոյություն չուներ, սովետական իշխանությունը նույնիսկ գնահատել էր, հասկացել էր, կարողացել էր ինչ որ պայմաններ ստեղծել լրատվամիջոցների համար, որպեսզի նվազագույն գոնե վարձավճարներով կամ անվճար լրատվամիջոցները տարածքներ ունենան եւ կարողանան գոյատևել։ Այս ժողովրդավար մեր ճակերտավոր իշխանությունը համարեց, որ դա ավելորդ է, դրա կարիքը չկա եւ լրատվամիջոցների նկատմամբ այդպիսի մի հատ բան գործընթաց իրականացրեց։ Հետո եկավ արդեն խորհրդարանում լրատվամիջոցների ազատ տեղաշարժի սահմանափակման այդ մի հատ նոու-հաուն, որը այս իշխանության նաև մտահղացումն էր, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները, լրագրողները չեն կարող ինչ-որ մի տարածքից այն կողմ ներկա գտնվել եւ այդ տարածքներում չեն կարող հարցազրույցներ անել։ Նույնիսկ ունեցանք դեպքեր, երբ որ ասում են սխալ հարց եք տվել պաշտոնյային կամ սխալ տեղում եք այդ հարցը տվել, այդ տեղում այդ տարածքում իրավունք չունեիք հարց ուղղելու պաշտոնյային։ Հասկանալի է, որ այս մարդիկ այնքան են կտրվել իրականությունից, այնքան են ատում ազատ խոսքը, որ մոռացել են մեդիայի առաքելության մասին։ Չգիտեմ, որ լրագրողն իրավունք ունի հանրային շահը բավարարելու համար ցանկացած տեղում, ցանկացած տիպի հարց տալ եւ անգամ նույնիսկ կարող է օրենք խախտել, հա, երբ որ հանրային շահը դա պահանջում է, կարող ես նույնիսկ մտնել անձնական տիրույթ եւ ինչ որ սահմաններ խախտել, երբ որ դիմացը պաշտոնյա է եւ հանրային շահի բավարարման պահանջ կա։ Աշխարհի բոլոր երկրներում է այդպես, կարծեմ թե։ Ճնշումների մի ձև էլ բնականաբար դատական հայցերն են, արդեն ասվեց Սաթիկը ներկայացրեց, թե քանի դատական հայց է ներկայացվել, բայց մեր դեպքում հրապարակի դեպքում մի քիչ ավելի արտառոց է, որ երկրի առաջի դեմքը ինքն անձամբ է դիմել լրատվամիջոցի դեմ մտել է դատարան, նույնիսկ 1 միլիոն դրամի պահանջ է ներկայացրել փոխհատուցման բարոյական վնասի, բայց դատարանը իր վճռով ցույց տվեց, որ հայցը բոլորովին անհիմն է, որտեղ նյութական մասը ամբողջությամբ մերժեց եւ միայն մի տողանոց հերկման պահանջ է բավարարել, որը ենթադրում եմ, որ պայմանավորված է նրանով, որ հայցվորը վարչապետի պաշտոնն է զբաղեցնում եւ Հայաստանում չկա այդպիսի դատավոր, որը վարչապետի դեմ որոշում կայացնի, բայց ամեն դեպքում մենք շարունակում ենք բողոքարկումը ընթանում է։ Առհասարակ ես խաղաղ եմ վերաբերում դատական հայցերին, դա համարում եմ, որ տեսակ եւ օրինական եւ նորմալ գործընթաց է, ամբողջ աշխարհում է այդպես, կարող են դիմել դատարան եւ փառք Աստծո, որ երկար իհարկե մեզնից շատ էներգիա միջոցներ են խլում այդ հայցերին պատասխանելը, բայց մենք գոնե մի մեծ մասով կարողանում ենք շահած դուրս գալ այդ դատական process-ներից եւ ապացուցել, որ մենք իրավունք ունենք նման հրապարակում անելու։ Բայց
Այս տարիներին լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու ամենալուրջ եւ ծրագրավորված աշխատանքը իհարկե տարվել է սոցցանցերում։ Սա սոցցանցերում, այն սոցցանցերում, որտեղ այս իշխանության ներկայացուցիչները իրենց զգում են որպես ձուկը ջրում եւ իրենք գիտեն այդ բոլոր ձևերը, թե ինչպես կարելի է Facebook-ի, YouTube-ի, տարբեր Telegram ալիքների միջոցով լրատվամիջոցների բերանը փակել եւ սահմանափակել մեր լսարանները։ Մեր նկատմամբ ուրեմն ֆեյքային բազմաթիվ արշավներ են կազմակերպել, այլ չեմ ասում այն մասին, որ մեր բոլոր հրապարակումների ներքո հայհոյանքների շարք, շքահանդես, ինչ ասեմ, չգիտեմ։ Բայց նաև շատ լավ գիտեն, թե ինչպես կարելի է Facebook-ի ադմինիստրացիային ռեպորտներ անել, YouTube-ի ադմինիստրացիային դիմել տարբեր լրատվամիջոցների դեմ, եւ այս ընթացքում մենք նույնիսկ ունեցել ենք դեպքեր, երբ որ լրատվամիջոցները իրենց երկար տարիների կայացրած մեծ լսարան ունեցող էջերն են կորցրել, որը նաև մեծ ֆինանսական մեծ կորուստ է նաև բանանում։ Նաև մի երևույթ էլ կա, որ այս տարիներին իրենք անում են պարբերաբար այդ ֆակտ-չեկինգի անվան տակ տարբեր կազմակերպություններ եւ անհատներ փորձում են իբրև թե fake news-ի դեմ պայքարի անվան տակ փորձում են մեր էջերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել եւ մեր լսարանները փոքրացնել, որը նույնպես շատ վատ է անդրադառնում մեր աշխատանքի վրա։ Մենք ունեցել ենք, գիտեք, դեպքեր նույնիսկ երբ որ մեր հեղինակների, մեր զրուցակիցների հասցեին, այնպիսի լուտանքներ, այնպիսի կազմակերպված, մենք միշտ երևում է, երբ դա կազմակերպված արշավներ են իրականացրել, որ ասենք մարդը, որ ինչ-որ մի միջազգային մրցույթում հաղթել է կամ մի հատ լավ գիրք է գրել եւ մենք մի դրական հրապարակում ենք ունեցել իր մասին, զանգում է եւ խնդրում, աղաչում է, ասում է հրապարակումը հեռացրեք, խնդրում եմ ձեր կայքից, որովհետեւ դրա ներքո գնում է ուրեմն խայտարակ այդ չմարդ, հա, դրանք մարդել չեն, որ դրանց ասես, հա, ինչ տեսակի սեռական եւ այլ հայհոյանք ասես կարող են գրել այդ մարդկանց հասցեին, որը ընդհանրապես ասենք ունի մի ընդդիմադիր հայացքներ, հա, այս իշխանության որևէ գիծ քննադատում է, որևէ պահվածք, որևէ հայտարարություն, հա, ասենք օրինակ Արցախի մասին լավ դրական մի հատ միտք է արտահայտում, մտնում են, սկսում են հայհոյել եւ վարկաբեկել։ Այս ու պատկերացրեք այս տեսակ իշխանությունը, որը նման գործելավոճ, նման ձեռագիր ունի, պարբերաբար խոսում է ատելության խոսքից։ Այդ փարիսեցությունը արամի ասած այստեղ է էլի արտահայտվում, որ ուրեմն գնում են նույնիսկ միջազգային լսարաններում գնում են բողոքում են, որ իրենք ատելության խոսքի զոհ են դառնում, իրենք խեղճեր այդ падգամավորները քպական շատ տուժում են այդ ատելության խոսքից, երբ որ իրենք այդ ատելության խոսքի հիմնադիրն են, հայրն են, չգիտեմ ինչն են, այո։ Եվ մի բան էլ կուզեի ասել այսօր, այս իշխանությունը ունի խոսքի քիլերների բանակ, քիլերներ կոչվածը, դրանք են շարքային ֆեյքերն ու այն կոմենտ գրողները չեն, հա, դրանք ուրիշ կատեգորիա են, դրանք էլիտան են, հա, այս իշխանության էլիտան են, որոնք շատ չեն իհարկե, երևի մի 10-20 հոգի են, բայց այսպես շատ խելոք հնազանդ զորքի նման կատարում են վերևից իջած հրահանգները եւ մեկ էլ տեսնում ես, հա, միաժամանակ մի 10-20 հոգի իրար հետ սկսեցին ստատուսներ գրել ինչ որ կոնկրետ մեկի դեմ, ոչ ինչ որ կոնկրետ լրատվամիջոցի դեմ, կոնկրետ խմբագրի դեմ, կոնկրետ ընդդիմադիր գործի դեմ, երևում է որ այդպես խորով են աշխատում, էլի իրենք խմբակային են աշխատում եւ այնց բավականին արդյունավետ են աշխատում, որտեւ ի վերջո մարդիկ նաեւ այդ խոսքից ինչ որտեղ նեղվում են, ազդվում են, հա, վիրավորվում են։ Մենք իհարկե իմունիտետ ենք ձեռք բերել այս ընթացքում եւ գոնե ես այդպես իմ վրա բացարձակ չի ազդում, բայց այդ քիլերների խումբը շատ հետաքրքիր խումբ է, հա, բոլորի անունները կարծում եմ գիտեք, հա, Վահագն Ալեքսանյան, Ռուբեն Ռուբինյան, Ալեն Սիմոնյան, Հայկ Կոնջորյան եւ այլն, Արթուր Հովհաննիսյան, դրանք այդ մի հատ տենց լավ աշխատած, ձևավորված նենց մի հատ բան են, հա։
լայվեր մտնեն, հա, ստատուսներ գրեն, վարկաբեկեն եւ ամեն ինչ անեն։ Դրանցից մեկի մասին հատուկ եմ ուզում շեշտել, հա, այդ իմ սիրած թեման է իմիջիայլոց, ամենտեղ ինչքան հնարավոր է խոսում եմ։ Այդ Ռուբեն Ռուբինյանը ուրեմն շատ օրիգինալ տղա է, ինքը ոչ միայն ուրեմն 80-ամյա առաջին նախագահի հասցեին է տենց ոսկեղենիկ իր բառապաշարով արտահայտվում, այլ նաև ուրեմն պարբերաբար խմբագիրներին է անդրադառնում, լրատվամիջոցներին է անդրադառնում, օրինակ իմ մասին, օրինակ ամեն ինչ կարելի ասել, բայց անդաստիրակ բառը չի կարելի ասել, ինքը դա էլ է օգտագործում իմ մասին, եւ ամենակարևորը, բոլոր այն լրատվամիջոցները, որոնք իրենց դուր չեն գալիս, իրենց գծի մեջ չեն աշխատում, ով մոտենում է հարց է տալիս, ասում է, իսկ ով է ֆինանսավորում։ Այո, իր սիրած թեման է։ Ես նույնիսկ հրապարակեցի մեր թերթի 1 տարվա ֆինանսական շարժը, որպեսզի այդ իր հիվանդագին հետաքրքրասիրությունը բավարարեմ, բայց պարզվեց այդ մարդը դրանով էլ չի բավարարում։ Գրեցի, ասեցի, արի խմբագրություն, եթե քեզ այլ մանրամասները ներկայացնում, կարող ենք տրամադրել։ Ի վերջո մեր բոլոր կայքերում երևում է մեր գովազդատուների ցանկը։ Եվ հիմա ուզում եմ նաև շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին, որ ինքը հիրավի կարող է ասել, որ քաղաքապայմանագիր կուսակցությունը ֆինանսավորում է հրապարակ օրաթերթին, որտեղ այսօրվա մեր ամենաթանկ, ամենամեծ ուրեմն գովազդատուն քաղաքապայմանագիր կուսակցությունն է։ Եվ այս տարվա մեր ֆինանսական ապահովությունը ապահովում է այս իշխանությունը։ Ես հատուկ եմ կնքել այդ պայմանագիրը, դրել եմ ամենաբարձր գինը, իրենք համաձայնվել են եւ այնպես որ կարող ենք հանգիստ ասել Ռուբեն Ռուբինյան, դու ես ֆինանսավորում հրապարակ օրաթերթը։